Ներկայացրյալ համակարգի խանութ սրահներից ձեռք բերեք կերամիկական սալիկների լայն տեսականուց ցանկացած սալիկ, իսկ սալիկին համապատասխան սոսին ստացեք ընդամենը 1 դրամով։ Մանրամասները Ideal System.am։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Մանասյան, մեր զրույցը սկսենք Բաքվում շինծու ֆորմալ իմաստով դատավարություններից։ Առհասարակ ինչ դեր ունի մարդու իրավունքների պաշտպանը այս գործընթացում, հա, ինչ հնարավորություններ, կարողություններ, գործառույթներ ունի, թեկուզ օգտագործելով նաև իհարկե միջազգային գործընկերների հանգամանքը։ Սկսենք գրասենյակի այս գծով աշխատանքներից։ Առաջին հերթին պետք է արձանագրեմ, որ մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունները դերակատարություն ունեն իրենց երկրում պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց գործողությունների հետ կապված հարցերի առնչությամբ եւ մի փոքր վիճելի է թե կոնֆլիկտների, թե հետ կոնֆլիկտային ժամանակահատվածում այլ պետություններում տեղի ունեցող գործընթացների առնչությամբ մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների դերակատարությունը։ Ավելին ասեմ, թեև ընդգծվում է, որ խաղաղության հաստատման գործընթացներում այս հաստատությունները պետք է ունենան դերակատարություն եւ սա վերջին զարգացումներն են, որովհետեւ մինչ այդ վերջին զարգացումները նույնիսկ վիճելի էր դիտարկվում ընդհանրապես դերակատարության ձևաչափը։ Այսօրվա աշխարհում ըստ էության դեռևս հստակ մեթոդաբանություն մշակված չէ, թե ինչպիսին պիտի լինի այդ դերակատարությունը։ Միակ կարևոր սկզբունքային չափանիշները, որ մշակված են, այն են, որ այդ դերակատարությունը բացառապես պետք է սահմանափակվի մարդու իրավունքների եւ մարդասիրական հարցերի վերաբերյալ խոսույթով եւ որ շատ կարեւոր հանգամանք է այստեղ ու անընդհատ է բոլոր միջազգային կազմակերպությունների կողմից ընդգծվում, պետք է անկողմնակալության չափանիշների հաշվառմամբ տեղի ունենա, այսինքն մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը որևէ կերպ չպետք է տպավորություն ձևավորի, որ մարդու իրավունքների հարցերը բարձրացվում են այդ թվում արտաքին քաղաքական կողմնակալության համատեքստում, այսինքն կոնֆլիկտի կողմերից մեկի առնչությամբ կողմնակալության դիտանկյունից եմ հիմա ասում, բայց բնականաբար մեր հաստատությունը փորձում է բոլոր էթիկայի նորմերը եւ նաեւ այս սկզբունքները պահպանելով, քանի որ այս սկզբունքների պահպանման հարցը շատ անկեղծ պիտի հիմա հայտարարեմ, որ նաև մեր հաստատության առնչությամբ բարձրացվել է միջազգային կազմակերպությունների կողմից եւ դա է պատճառը, որ այս փուլում փորձում ենք այդ բոլոր սկզբունքները եւ մեթոդաբանությունը պահպանելով բարձրացնել այս հարցերը։ Հիմնական հանգամանքը, որը եւ նաև ձևաչափը, որն ինքս օգտագործում եմ, միջազգային բոլոր դերակատարների հետ հաղորդակցություն վարելն է այս հարցի հետ կապված, ցույց տալով մարդու իրավունքների հետ կապված բոլոր գործընթացների խնդրահարույց լինելը։ Չկա գրեթե որևէ հաղորդակցություն, որը ես վարում եմ միջազգային գործընկերների հետ, որտեղ չմատնանշվի այս խնդրի հետ կապված իմ դիտանկյունը, որը կարծում եմ նաև մարդու իրավունքների չափանիշների հաշվառմամբ դիտանկյունն է, այդ թվում մարդասիրական նաև չափանիշների հաշվառմամբ, եւ նաև ես ինքս գործընկեր կազմակերպություններից եւ պաշտոնատար անձանցից խնդրում եմ այդ թվում ակտիվ գործողություններ, նաև հրապարակային խոսքի միջոցով այս խնդիրները հաղթահարելու ուղղությամբ, բայց կուզենամ հատուկ նաև հրապարակային շեշտադրել, որ որպես մարդու իրավունքների պաշտպան կարծում եմ, որ այդ բոլոր գործընթացները, որոնք ընթանում են այս պահին հայերի նկատմամբ, միգուցե դրանք դատավարություններ են անվանվում, ես դրանք կանվանեմ պարզապես գործընթացներ, որոնք այս պահին ընթանում են Ադրբեջանում հայերի նկատմամբ, կարծում եմ, որ թե արդար դատաքննության իրավունքի, թե անմեղության կանխապարկածի սկզբունքի եւ թե մնացյալ բոլոր այլ խնդիրների առնչությամբ պրոբլեմատիկ են եւ նաեւ առաջին հերթին պրոբլեմատիկ են այն պատճառով, որ Ադրբեջանում պետության աջակցությամբ եւ պետության կողմից վարվում է հայատյացության շատ լուրջ լայնածավալ քաղաքականություն, որը ըստ էության բացահայտ երևում է գրեթե ամենօրյա ռեժիմով բարձրաստիճան պաշտոնատար անձանց ելույթները դիտարկելիս այդ թվում եւ այս համատեքստում մի փոքր բարդ է պատկերացնել ընդհանրապես հայերի նկատմամբ այս գործընթացների առնչությամբ անկողմնակալ եւ արդար մարմինների կողմից իրականացվող գործընթացներ
գործընթացներ այս պետությունը։ Այս վերջերս նաև եվրոպական կողմի ներկայացուցիչների հետ եք հանդիպել եւ խոսում եք էլի այս հարցերի մասին։ Հետաքրքիր է նույն օրինակ արևմտյան համայնքը, եթե հավաքականորեն այսպես վերցնենք, հենց մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, ջատագովն է այդ արժեքների կրողն է, այլ երկրների հետ հարաբերությունների հիմքում դիտարկում է հենց այդ սկզբունքները, այդ մոտեցումները եւ այլն։ Հետաքրքիր է օրինակ ինչպես են իրենք վերաբերվում, հա, խնդրին։ Օրինակ մենք տեսանք Եվրախորհրդանի քվեարկությունը Ադրբեջանում այս շինծու գործընթացների մասով, ինչը իհարկե գովելի էր եւ այլն, սակայն այս համատեքստում կարող ենք օրինակ դիտարկել նաեւ Ադրբեջանում տարատեսակ մարդասիրական կազմակերպությունների գործունեության դադարեցումները, Ադրբեջանում առհասարակ մարդու իրավունքների խնդիրները մեղմ ասած եւ այլն։ Ինչպես են, հա, վերաբերվում կառույցների, երկրների ներկայացուցիչները, ովքեր հենց ջատագովում են մարդու իրավունքները, ովքեր առանցքային եւ հիմնարար են համարում այս սկզբունքները անկախ քաղաքական դասավորվածություններից եւ այլ ավելի, եթե կա այսպես, հա, կնճռոտ իրավիճակ երկրների միջև։ Կխնդրեմ այդ իմաստով մեզ փոքր-ինչ մանրամասներ ներկայացնել եւ այդպիսի կառույցների հետ ձեր աշխատանքը, ինչ տրամաբանությամբ է ծավալվում, եթե կենտրոնում պահում ենք հենց այսպես կոչված դատավարությունների առանցքում հայտնված հայերին։ Իհարկե իմ բոլոր միջազգային գործընկերները կիսվում են տեսակետներով ինձ հետ, այդ թվում այս խնդրի հետ կապված, բայց ես էթիկապես կոռեկտ չեմ համարի այդ խորհրդապահական քննարկումների մանրամասները հայտնել այն ամենից դուրս, ինչ հրապարակային են իրենք նաև հայտարարում, բայց կուզենամ հատուկ արձանագրել, որ ըստ էության այս ամբողջ հաղորդակցության արդյունքում կարելի է ասել, որ գոհացուցիչ արդյունքներ կան, որովհետև այս պահին արկա է Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հայտարարությունը, որը վերաբերում է Ադրբեջանում կամայականորեն ազատությունից զրկված բոլոր անձանց, այդ թվում էթնիկ հայերին ազատ արձակելու հետ կապված պահանջին։ Այս փուլում արկա են նաև մի շարք այլ կազմակերպությունների հայտարարություններ, որոնք միգուցե հենց խնդրին կարող է ուղղակիորեն չեն վերաբերում, բայց շատ ուղղակի թելերով կապված են ընդհանրապես ոչ միայն այս խնդրի հետ, ընդհանրապես Ադրբեջանում ազատությունից զրկման վայրերում անձանց իրավունքների հետ կապված հարցերի հետ, օրինակ այն կազմակերպության, որի անդամ եմ նաև ես, Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հրապարակային հայտարարությունը Ադրբեջանի հետ կապված, որտեղ խոսվում է այս ոլորտում համագործակցության բացահայտ մերժման եւ այլ խնդիրների մասին։ Դուք էլ հիշատակեցիք Եվրոպական խորհրդարանի հետ կապված զարգացումները եւ այլն, եւ այս առումով կուզենամ արձանագրել, որ ամենակարևոր հանգամանքն այն է, որ պետք է ճիշտ ձևով իրականացվի այդ թվում այս դերակատարների հետ հաղորդակցությունը եւ հաղորդակցությունը պետք է վերաբերի առաջին հերթին հենց մարդու իրավունքների եւ մարդասիրական ասպեկտին, անկախ բոլոր հնարավոր քաղաքական կողմնորոշումներից, դիտարկումներից, որովհետեւ եթե մենք խնդիրը փորձենք կապել այլ ասպեկտների, քաղաքական եւ այլ ասպեկտների հետ, կարող է սխալ ուղղությամբ խնդրի ներկայացում տեղի ունենա եւ այո, ես համարում եմ, որ ամենակարևոր հանգամանքը խնդրի ճիշտ կոմունիկացումն է, այդ թվում նաեւ իմ կողմից միջազգային դերակատարների հետ շփումներում, որովհետև ինչպես ես նշեցի, իհարկե ոչ այս փուլի գործունեության հետ կապված, բայց մեր հաստատության գործունեության հետ կապված այս համատեքստում հարցը բարձրացվել է մեր առջև միջազգային կազմակերպությունների կողմից եւ մենք այս պահին էլ փորձում ենք համագործակցությունը եւ նաեւ հաղորդակցությունը ճիշտ մեթոդաբանությամբ վարել։ Նաեւ կուզենամ նշել, որ շատ կարեւորում եմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դերակատարությունը այս առումով, որովհետև վերջինս շատ կարևոր կանխարգելիչ նշանակություն կարող է ունենալ տարատեսակ խնդիրների, իրավունքների հետ կապված լուծումների ասպեկտով, բայց մի հանգամանք կա, որը հաղորդակցել եմ իմ խոշտանգումների կանխարգելման հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների գործընկերներին։ Ես հաղորդակցել եմ նրանց այն հանգամանքը, որ որքանով էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ըստ էության այդ թվում ունենա դերակատարություն անձանց իրավունքների ապահովման հարցերում, բայց այն խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման հարցերով մասնագիտացված մարմին չէ եւ ունի իր գործունեության մի փոքր այլ մեթոդաբանություն, որը ավելի խորհրդապահական է եւ այս դիտանկյունից շատ կարեւոր կլինի նաեւ մի շարք այլ մարմինների դերակատարությունն այս խնդիրների լուծման հարցում։ Իսկ Ադրբեջանի ձեր գործընկերոջ հետ հաղորդակցություն կա։
Ադրբեջանի գործընկերոջ հետ ես պաշտոնապես հաղորդակցություն սկսել եմ իմ ընտրությունից անմիջապես հետո, երբ առաջարկել եմ որպես ապաքաղաքական եւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարմիններ ունենալ առնվազն հաղորդակցություն այս համատեքստում մարդու իրավունքներին եւ մարդասիրական հարցերին առնչվող տարատեսակ խնդիրների հետ կապված ասպեկտներով Եվ ըստ էության արձագանք չենք ստացել, ինչը կարծում եմ շատ ավելի խնդրահարույց է դարձնում այս ամբողջ process-ը, ամեն դեպքում որպես նաև հեռուստադիտողի համար տեղեկատվություն փոխանցեմ այն հանգամանքը, որ նախորդ տարի մեր տարածաշրջանի բոլոր մի փաստաթղթությունները գնահատվել են Միավորված ազգերի կազմակերպության կողմից, որովհետև ի տարբերություն այլ պետական մարմինների, սրանք այն հաստատություններն են, որոնք նաև մասնագիտացված գնահատում են անցնում Եվ ի տարբերություն մեր հաստատության, որը այդ գնահատման արդյունքում ստացել է եւ որին շնորհվել է անկախության եւ վստահելիության ամենաբարձր կարգավիճակը, նույնը չի կարելի ասել Ադրբեջանի մի հաստատության մասին, բայց կուզենամ հատուկ արձանագրել, որ սա ըստ էության նույնիսկ մի կողմ թողած, կարծում եմ, որ շատ կարեւոր կլիներ ունենալ առնվազն հաղորդակցություն այս խնդիրներով, որն այս պահին փաստացիորեն չկա։ Եվս մեկ հարց է հաղորդակցության մասով Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ կա այս թեմայով հաղորդակցություն, այսինքն ինչ որ Ռուսաստանի, որտեվ նաև երաշխավորի դիրքերից էր հանդես գալիս այս երկիրը, թե Արցախում, թե Հայաստան, Ադրբեջան սկզբնական այս գործընթացներում, հա, եւ շատ հաճախ իհարկե չենք խոսում քաղաքականության մասին, բայց հենց քաղաքական նաև պրետենզիաներ են ներկայացվում Ռուսաստանի Դաշնությանը Մարդասիրական հարցերով այդ երկրի ՄԻՊ-ի հետ կա կոնտակտ։ Գրեթե բոլոր համանման հարցերով ցանկացած դերակատարի հետ, ում հետ հնարավոր էր խնդրի լուծում ունենալ, տարբեր ձևաչափերով, իհարկե ձևաչափերը տարբեր են եղել, հաղորդակցություն վարվել է, այս պահին ունենք այն, ինչ ունենք ըստ էության արդյունքի տեսանկյունից։ Այսինքն չունենք արդյունք դեռևս։ Ունենք արդյունք, արդեն նշեցի, որ մարմինների տեսանկյունից, որոնք հրապարակային են հանդես եկել խնդրի առնչությամբ, մնացյալ մարմինների առումով փաստացի հրապարակային արդյունք չկա։ Շատ լավ։ Շարունակենք տարբեր թեմաներ կան առհասարակ խոսալու մարդու իրավունքների բազմաշերտ թեմայի շուրջ, նաև անդրադառնանք կանանց հարցին, մեկ ամսյակ մեկնարկել, ինչի կապակցությամբ ես եւս շնորհավորում եմ։ Կանանց իրավունքները մեր երկրում ինչ վիճակում են, ինչ խնդիրներ կան, ավանդական խնդիրները շարունակվում են, չեն շարունակվում, ինչ, այսպես ասենք, առաջընթաց ունենք այս իմաստով, հա։ Շատ հաճախ երբ մենք խոսում ենք կանանց մասին, հիմա իհարկե կանանց դերակատարումը շատ ավելի ակնառու է, շատ ավելի ակտիվ է, քան եթե համեմատենք տասնամյակներ առաջ, տարբեր հասարակական, քաղաքական, սոցիալական process-ներում եւ այլն։ Օրինակ մեր իրավիճակից ծածանցվելով զույգ անվտանգային, հա, մեր միջավայրից ելնելով խաղաղություն կառուցելու այս ճանապարհին եւ այլն, շատ է խոսվում կանանց ներգրավվածության անհրաժեշտության մասին այս գործընթացում, բայց ցավոք սրտի Հայաստանում այդ process-ներում ավելի շատ տղամարդիկ են երևում, ավելի շատ տղամարդիկ են որոշումների կայացման գործընթացում կամ դրա հիմքում, քան կանայք։ Ինչու՞։ Մենք իհարկե այս առումով չենք գտնվում վատագույն վիճակում գտնվող երկրների թվում, բայց նաև չենք գտնվում այն երկրների թվում, որտեղ մեծ առումով խնդիրները լուծված են ոլորտի հետ կապված, որովհետև պիտի արձանագրեմ, որ խնդիրները բազմաթիվ են, ընդհանրապես խնդիրները բազմաթիվ են իրավահավասարության եւ հակախտրականության ոլորտին վերաբերելի գրեթե բոլոր հարցերի հետ կապված, որ խումբն էլ վերցնենք, որը իրավահավասարության եւ հակախտրականության ոլորտի տեսանկյունից պետք է քննարկման առարկա դառնա, յուրաքանչյուր խմբի առումով պրոբլեմատիկ իրավիճակ է միանշանակ։ Այս առումով եւս խնդիրները շատ են։ Խնդիրների հիմնական մասը գալիս է կարծրատիպային պատկերացումներից, ընդհանրապես կնոջ եւ տղամարդու դերի առնչությամբ, եւ սա մեզ փոխանցվում է թե կրթական համակարգի միջոցով առաջին հերթին, ընդ որում սա հատուկ եմ ուզում շեշտադրել, փոխանցվում է բնականաբար ընտանեկան միջավայրում եւս, բայց ավելի շեշտադրված պետք է խոսել կրթական միջավայրի եւ կրթական համակարգի մասին։ Այնուհետև շատ այսպես կարծրատիպային մոտեցումներ ունենք կնոջ նկատմամբ բռնությանը վերաբերելի հարցերի հետ կապված, որովհետև
Հիմա էլ մեծ առումով բազմաթիվ են իրավիճակները, երբ ակնհայտ է, որ ընդհանուր հանրային ընկալման շրջանակներում նորմալ է նկատվում, օրինակ կնոջ նկատմամբ բռնությունը, ինչը բնականաբար չի կարող պատշաճ համարվել ժամանակակից չափանիշների դիտանկյունից։ Եվ այս առումով ես կուզենայի հատուկ անդրադառնալ այն հարցին, որ առաջնահերթ դերակատարություն պետք է ունենա կրթական համակարգը, այդ թվում օրինակ բռնության դեպքերի քննության եւ այլնի առնչությամբ քննիչների, դատախազների, դատավորների կրթության առումով այս կարծրատիպային մոտեցումները հաղթահարելու առումով, բայց կուզենամ նաեւ նշել, որ կանանց ու տղամարդկանց խոցելիությունն է նաև տարբեր, հա, եւ տարբեր են չափանիշները նրանց խոցելու այդ թվում, եւ դա հատկապես բնորոշ է մեր տիպի հասարակական միջավայրերին, եւ ես ինքս երբ տարբեր մարզային այդ թվում այցեր եմ ունենում եւ շփումներ եմ ունենում կանանց աղջիկների հետ, դպրոցականների հետ, երևի ամենատարածված հարցերից մեկը, որ ինձ տալիս են, այն է, թե չեմ վախենում արդյոք ես օրինակ նրանից, որ ինձ շատ են այդ թվում որպես հա, ինչ որ արտաքին հատկանիշների եւ այլնի հիմքով թիրախավորում, ինչը ասեմ, որ ամբողջ աշխարհում դիտարկվում է որպես կանանց իրավունքների խթանմանը խոչընդոտող այսպես մեծ երևույթներից մեկը, որը մեր հասարակությունում հատկապես է ընդգծված, եւ շատ դեպքերում հենց նրանք վախենում են այդ հանգամանքից, որ դա օրինակ կարող է ազդեցություն ունենալ քո հետագա կյանքի դիտանկյունից, կամ կանանց մեծ մասը պարզապես վախենում է այդ իրավիճակում ընկրկում է, այլևս չի շարունակում հանրային գործունեությունը եւ մի շարք նմանատիպ այլ խնդիրներ, որոնք իրապես բազմաթիվ են։ Ես կուզենամ նշել, որ եթե խոսքը օրինակ կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն է վերաբերում, ապա այստեղ տարիների կտրվածքով զարգացումները բազմաթիվ են եղել, սա պետք է իրապես արձանագրել։ Եթե մնացյալ ոլորտների վերաբերյալ խոսենք, այստեղ էլ կան որոշ զարգացումներ, բայց եթե դիտարկենք ընդհանուր առմամբ օրինակ հանրային կյանքում եւ հատկապես որոշում կայացնող անձանց թվում կանանց ներկայացվածության մակարդակը, այն շարունակում է դեռևս շատ ցածր մնալ ի համեմատություն միջին եւ ցածր մակարդակներում կանանց ներգրավվածությանը, որտեղ նրանց թիվը հիմնականում գերազանցում է տղամարդկանց թվին, եթե դիտարկենք մի շարք այդ թվում պետական իշխանության համակարգում, հա, տարբեր մակարդակներ եւ համակարգեր, ինչը եւս ցույց է տալիս այն կարծրատիպային մոտեցումները, որոնք ըստ էության մեր հասարակությունում առկա են։ Ավելին ասեմ, նաեւ խթանիչ մեխանիզմներն են բավականին քիչ, որովհետեւ օրինակ ակնհայտ է, որ հղի կինը կամ նոր երեխա ունեցած կինը կարիք ունի լրացուցիչ խթանների, որպեսզի հնարավորություն ունենա աշխատանքային միջավայրում վերաինտեգրվելու, հնարավորություն ունենա նաև երեխային խնամելու, դա աշխատանքի հետ համատեղելու, եւ այս խթանները միգուցե թղթի վրա որոշ դեպքերում կան, բայց իրականության մեջ դրանք շատ քիչ դեպքերում են իրացվում, ինչը բնականաբար կարիք ունի լրացուցիչ զարգացման գործիքակազմերի, նշեցիք խաղաղության գործընթացներին կանանց ներգրավվածության մասին, այո, ասեմ, որ ամբողջ աշխարհում է սա դիտարկվում խաղաղության հաստատման գործում շատ կարևոր գրավականներից մեկը, բայց այո, Հայաստանում ըստ էության մենք գործ ունենք այդ գործընթացում ներգրավվածության կամ չափազանց քիչ կամ շատ դեպքերում գրեթե բացակայության մասին ներկայացվածության, որը եւս կարծում եմ խնդրահարույց է այդ թվում կնոջ դերի վերաբերյալ ընկալումների դիտանկյունից, բայց կուզենամ նորից նշել, որ ուրախալի են որոշակի զարգացումները, որոնք վերջին տարիներին եղել են ու հույս ունեմ, որ հետագա զարգացումները ոչ թե դանդաղ ընթացքով կլինեն, այլ շատ կլինեն արագ, հայեցակարգային եւ պրոֆեսիոնալ։ Կան պետական ռազմավարություններ, ծրագրեր կանանց մասնակցայնությունը խթանելու եւ այլն, եւ դուք հիշեցիք կրթական միջավայրը, հա։ Սրանք իրար փոխլրացնող են, որովհետեւ եթե մենք կրթական միջավայրում դաստիարակում ենք կարծրատիպային մոտեցումներով երիտասարդ սերնդին, նրանց պատկերացումները ձևավորում ենք այդպես սահմանափակ, կաղապարված, ինչու՞ չէ նաեւ շատ հաճախ փչացած, նաեւ որը բերում է բռնության հանգեցմանը, հա, ապա
այդ պետական մոտեցումներ, ռազմավարություններ, դրանք կարծես դեկլարատիվ բնույթ պետք է որ կրեն կամ շատ փոքր խմբի համար ինչ որ նշանային ազդեցություն ուղղակի պետք է ունենան։ Կրթական միջավայր այդ ռազմավարությունները, որքան են փոխկապակցված, ձեր ինստիտուտը այստեղ ինչ անելիք ունի, հա, նույն ԿԳՄՍ-ն ինչ աշխատանք է իրականացնում, որովհետև այո, մենք կարող ենք անվերջ բողոքել, որ ամեն ինչ գալիս է կրթությունից, բայց այդ մի օրը գալու է, չէ՞, որ մենք որոշելու ենք, լավ, եթե մենք գիտենք որտեղից է գալիս արմատը, եկեք կամ այդ արմատը կտրենք կամ գոնե փորձենք բուժել։ Միանշանակ համամիտ եմ ձեզ հետ, որովհետև ինքս էլ համարում եմ եւ դրա մասին բազմիցս եմ հայտարարել, որ այս խնդիրների լուծման առաջնահերթ բանալին կրթական միջավայրը տոտալ բարեփոխելու մեջ է, որովհետև ինչքան էլ այո մենք ունենանք տարբեր օրենքներ, տարբեր կառավարության որոշումներ, ռազմավարություններ եւ այլն, խնդիրները հնարավոր չի լինի լուծել, եթե օբյեկտիվորեն չունենք պատշաճ կրթական միջավայր այս հարցերի հետ կապված։ Ես կուզենամ նշել, որ մեր կրթական միջավայրի միջոցով մենք կարծրատիպային մոտեցումներ ենք փոխանցում ոչ միայն կնոջ եւ տղամարդու դերի, բռնության վերաբերյալ դրական վերաբերմունքի շատ դեպքերում, բռնության մասին աղճատված պատկերացումների, որովհետև օրինակ մենք բռնություն ընկալում ենք բացառապես ֆիզիկական բռնությունը, մինչդեռ գոյություն ունեն բռնության բազմաթիվ այլ տեսակներ, օրինակ հոգեբանական բռնությունը, տնտեսական բռնությունը, որը ի դեպ շատ տարածված է կանանց նկատմամբ բռնության համատեքստում։ Մենք կարծրատիպային մոտեցումներ ենք փոխանցում, օրինակ հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված, ազգային փոքրամասնությունների հետ կապված եւ հատկապես ազգային փոքրամասնությունների կին ներկայացուցիչների հետ կապված, որը եւս բավականին այսպես խնդրահարույց երևույթ է եւ այլն։ Եվ այս տեսանկյունից միանշանակ է, որ առաջին հերթին պետք է սկսել այս միջավայրը բարեփոխելուց եւ առաջին հերթին պետք է ոչ թե մերժել խնդիրների գոյությունը, որովհետեւ ես ինքս շատ հաճախ եմ բախվում որպես մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձ, իմ կողմից բարձրաձայնված խնդիրների հետ կապված որոշակի մերժողական վերաբերմունքի, որ չէ, խնդիրները գոյություն չունեն, օրինակ դա միտեղ է այդպես եղել եւ այլն, եւ սա ինձ համար սովորաբար լինում է ամենաահազանգող երևույթը, որովհետև խնդիրներ գոյություն ունեն միշտ եւ այս խնդիրները ես մշտապես եմ գործընկերներին ասում, ձեզանից որևէ մեկը իր տնից չի բերել այս խնդիրները երկար տարիների կտրվածքով գոյություն ունեցած խնդիրներ են, որոնք պետք է փորձենք հաղթահարել, բայց դրանք հաղթահարելու համար մենք պետք է կարողանանք տեսնել այդ խնդիրները։ Եվ այդ խնդիրների տեսանկյունից կարծում եմ, որ առաջին հերթին այո, շատ կարևոր է, որպեսզի նախ դասագրքերը լինեն զգայուն այս բոլոր մոտեցումների հետ կապված։ Ուրախ եմ իհարկե, որ վերջին տարիներին այս առումով փոփոխություններ եղել են, բայց կուզենամ, որպեսզի դա շատ շարունակական լինի։ Անհրաժեշտ է ուսուցիչների անընդհատ վերապատրաստումներ իրականացնել այս խնդիրների առնչությամբ։ Անհրաժեշտ է ամբողջությամբ նոր գիտելիքներ փոխանցել ուսուցիչներին, ընդհանրապես բռնության ճանաչման, դրա կանխարգելման եւ այլ գործիքների առնչությամբ, որովհետեւ մեր մշտադիտարկումները, որոնք իրականացնում ենք տարբեր այդ թվում ուսումնական հաստատություններում, եւ դրանց արդյունքները վկայում են այն մասին, որ ինչքան էլ թղթի վրա գրված լինեն, հա, այդ բռնության ճանաչման եւ կանխարգելման որոշակի մեխանիզմները, բայց իրական կյանքում դրանք գործնականում ընդհանրապես պատշաճ մակարդակով չեն իրացվում եւ սա նաեւ հանգեցնում է մի շարք դեպքերում օրինակ սեռական բռնության ենթարկված աղջիկների կրկնակի զոհականացման կամ նրանց հետ կապված իրավունքների պաշտպանության խնդիրների լուծման փոխարեն օրինակ նրանց խնդրելով որ դե տեղափոխվեք օրինակ այլ դպրոց, որովհետեւ այս համայնքում ձեզ բոլորը ճանաչում են եւ մի շարք նմանատիպ այլ հարցեր, որոնք միանշանակ խնդրահարույց են, այսինքն չի կարելի համարել, որ օրինակ մի որոշում ընդունելով, որտեղ գրած է, որ բռնությունը այսպես պետք է կանխարգելվի, դրանով բոլոր խնդիրները ըստ էության լուծվել են, որովհետև այդ թվում օրինակ նույն հատկապես ուսումնական հաստատություններում, հա, սեռական ոտնձգության եւ սեռական բռնության հետ կապված հարցերն էլ պատշաճ շատ դեպքերում չեն պատկերացվում այդ թվում ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների կողմից, որովհետեւ շատ դեպքերում այնպիսի պատասխաններ են տալիս անձինք, որ ակնհայտ է, որ օրինակ դեպքը հավանաբար տեղի է ունեցել, բայց մարդիկ օրինակ չեն պատկերացնում, որ դա իր մեջ կարող է սեռական ոտնձգության տարեր պարունակել եւ ես միանշանակ ձեզ հետ համամիտ եմ, որ այս բոլոր մոտեցումներն ու խնդիրներն են, որ հանգեցնում են ի վերջո բռնության դեպքերի նաև ընդհանուր միջավայրում, որովհետև օրինակ մեր հետազոտությունները եւ դրանից հետո հրապարակված բուլինգի վերաբերյալ արտահերթ զեկույցը մեզ հուշեց, որ բուլինգի ծավալները ահռելի են Հայաստանում ուսումնական հաստատություններում
Եվ այս առումով մենք երբեմն նույնիսկ չենք էլ պատկերացնում, թե երեխաների միմյանց միջև շփումը, ուսուցիչների եւ երեխաների շփումը ինչպիսի աղճատված ձևաչափեր կարող է ունենալ։ Իհարկե այստեղ ես կուզենամ նշել, որ այնպես չէ, որ խնդիրները ըստ էության լուծում չեն ստացել, որովհետեւ կան շատ լավ անհատներ, լավ մասնագետներ, ովքեր աշխատում են տարբեր հաստատություններում, բայց խնդիրը գլոբալ առումով համակարգային տեսանկյունից լուծված չէ եւ միանշանակ է, որ համակարգը պետք է բարեփոխել։ Իսկ իրավապահ համակարգը այդտեղ ինչ դերակատարում ունի։ Եթե այսպես ասենք, չծանցվենք վիճակագրությունից, ապա կարծում եմ բոլորն էլ առնչություն ունենում են եւ հիմնականում նրանց դերակատարումը բացասական իմաստով եւս այս խնդրի արդի մնալու գործում փոքր չէ։ Միանշանակ իրավապահ համակարգը շատ մեծ դերակատարություն ունի, որովհետև այս գործերի քննությունը պրոֆեսիոնալ եւ արագ համապարփակ իրականացվելու պարագայում կարող է նաեւ ունենալ կանխարգելիչ դերակատարություն, բայց մենք բազմաթիվ բողոքներ ունենք, որտեղ օրինակ տեսանելի են եղել այդ թվում նորից կարծրատիպային մոտեցումների արդեն դրսևորումներ հենց գործերի քննության համատեքստում, ինչը բնականաբար խնդրահարույց է։ Ես կուզենամ արձանագրել, որ դարձյալ զարգացումները այստեղ եւս կան, որովհետեւ իրավիճակը տարիներ առաջ եւ իրավիճակը հիմա միմյանցից լիովին են տարբերվում, հատկապես այս գործերի քննության առումով, ինչ որ առումով կարծրատիպային մոտեցումները հաղթահարելու առումով, բայց միևնույն է, համակարգային խնդիրները դեռևս շարունակում են արդիական մնալ եւ դա է պատճառը, որ շատ իրավիճակներում, երբ ես ինքս տեսնում եմ, որ օրինակ խնդիրը զգայուն է եւ դիմողը օրինակ ինձ է դիմել, մարդու իրավունքների պաշտպանին է դիմել իր իրավունքների պաշտպանության համար, ես ստիպված անձամբ եմ արդեն այդ մարմինների հետ հաղորդակցությունը վարում, որպեսզի գործի քննությունը թե զգայունության, թե անձին խոցելի կարգավիճակում երկրորդ անգամ չդնելու եւ այլ հարցերի առնչությամբ պատշաճ իրականացվի։ Այս առումով շատ կարեւորում եմ համագործակցությունը, որը կարողանում ենք վարել իրավապահ մարմինների հետ, որովհետեւ բոլոր դեպքերում շատ արձագանքողական են եղել իրավապահ մարմինները, բայց դրա հետ մեկտեղ դարձյալ պետք է մատնանշեմ համակարգային խնդիրները, որովհետեւ այս բոլոր խնդիրներին ոչ թե պետք է տրվեն անհատականացված դեպքերով լուծումներ, այլ խնդիրները պետք է այնքան համակարգային լուծվեն, որ անհատական դեպքերում դրանց անդրադարձի անհրաժեշտություն դեպքերի մեծ մասում կարիք չլինի։ Ընդհանուր իրավական համակարգ ասվածում արդեն կա 3 ինստիտուտ, առնվազն որոնց ղեկավարումը վստահվել է կանանց, հա, Արդարադատության նախարարություն, ներքին գործերի նախարարություն, գլխավոր դատախազություն, կանանց գործոնը կամ այս անձանց չենք կենտրոնանում, հա, որ գլխավորում են այս կառույցները ավանդաբար Հայաստանի համար տղամարդկային համարվող կառույցները կանայք։ Ինչ որ փոփոխություն հենց նրանց գործոնը բերում է։ Կարծում եմ, որ բերում է, որովհետև նախ հանրային ընկալումներն են փոխվում, քանի որ ընդհանուր հանրային ընկալումների համատեքստում այս աշխատանքային միջավայրերը դիտարկվում են, ճիշտ նշեցիք, ճակերտներում կօգտագործեմ այդ բառը, ավելի տղամարդկային եւ հիմնական կարծրատիպն այն է, որ կանայք այնքան ուժեղ չեն կարող լինել, նույնիսկ շատ դեպքերում պրոֆեսիոնալիզմի հարցերն են կասկածի տակ դրվում, որպեսզի կարողանան ոչ միայն այդ պաշտոնը եւ դրանից բխող լիազորությունները իրականացնել, այլ ընդհանուր կառավարում իրականացնել ընդհանրապես եւ կարծում եմ, որ կանանց ճիշտ ձևով կառավարումն իրականացնելը, պրոֆեսիոնալ աշխատանքը եւ այլն բնականաբար իր դերակատարություն ունենում է այս հանրային ընկալումները փոխելու համատեքստում։ Կարծում եմ, որ նաև այլ ձևաչափի դերակատարություններ եւս կարող է ունենալ, որովհետև տղամարդկանց շատ դեպքերում հարաբերությունների համատեքստում այդ ոչ կանոնադրային հարաբերությունների, ենթամշակութային հարաբերությունների շատ ճակերտներում, հա, բառերը օգտագործեմ, բնույթը շատ ավելի տարածված է լինում եւ սա այնպես չէ, որ ես եմ ասում, սա հատուկ հետազոտություններ կան, ուսումնասիրություններ կան, կանանց պարագայում ռիսկի գործոնը այդ առումով մի փոքր ավելի ցածր է, բայց ես իհարկե առաջին հերթին կարևորում եմ անկախ նրանից կինը թե տղամարդ անձի պրոֆեսիոնալիզմը եւ այո շատ կարեւոր է որ այս բոլոր կանայք իրենց պաշտոններին նշանակվում են ոչ թե զուտ այն պատճառով որ նրանք կանայք են այլ հենց պրոֆեսիոնալիզմի հանգամանքը նկատի ունենալով բայց նրանց որպես կին նշանակումը շատ կարեւոր դերակատարություն է ունենում նաեւ հանրային ընկալումները փոխելու առումով Դուք ասացիք որ դուք եք շատ հաճախ թիրախավորվում հա արտաքին գործոններով պայմանավորված այսինքն սեռով պայմանավորված հիմնականում թիրախավոր
թիրախավորումները մեր համար ամենախնդրահարույցներից մեկն են։ Իրապես խնդրահարույցներից մեկն են կանանց պարագայում, որովհետև կանանց արտաքին հատկանիշների հիմքով թիրախավորումը մեր տիպի հասարակություններում, որտեղ նաև շատ մշակութային էթիկայի սկզբունքների պահպանման եւ այլնի հետ կապված բազմաթիվ են հարցերը, շատ տարածված է եւ հատկապես կանանց խոցելու համար թիրախավորում են արտաքինը, նույնիսկ չեն հասնում պրոֆեսիոնալիզմի, շատ դեպքերում պարզապես անընդհատ արտաքինը թիրախավորելու միջոցով կամ օրինակ ամուսնացած լինել կամ չլինելու հանգամանքը, երեխա ունենալ կամ չունենալու հանգամանքը կամ անձնական կյանքի հետ կապված տարբեր հանգամանքներ, որոնք այլ հասարակություններում երբևէ չեն լինի թիրախավորման առարկա, այստեղ շատ լուրջ գործիք են, նաև կանանց հանրային կյանքում ներգրավվելու առումով խոչընդոտելու դիտանկյունից, առաջին հայացքից սա որպես խնդիր մեր տիպի հասարակություններում չի դիտարկվում, բայց սա բոլոր ուսումնասիրությունների համաձայն եւ մարդու իրավունքների պաշտպանության բոլոր միջազգային կազմակերպությունների հիմնական դիտարկումների համաձայն համարվում է կանանց իրավունքների խթանմանը խոչընդոտող ամենակարևոր գործոններից մեկը, որը շատ տարածված է մեր հասարակությունում։ Ես ինքս ուզում եմ հատուկ շեշտադրել, դա չի կրում ոչ թե այսպես օրինակ տարին մեկ անգամ ինչ-որ մի բան ասելու բնույթ, այլ դա կրում է ամենօրյա ռեժիմով բնույթ, այսինքն մարդիկ նույնիսկ որոնք իրենց որպես մարդու իրավունքների պաշտպաններ կամ իրավապաշտպաններ են դիրքավորում եւ այլն, հենց իրենք կարող են պարզապես արտաքին հատկանիշների հիմքով թիրախավորում իրականացնել, որը ասեմ ամենավտանգավորն է, որովհետեւ երբ նման մարդիկ են նման ձևաչափով հանրային առումով հանդես գալիս, դա հանրության մոտ ստեղծում է տպավորություն, որ սա նորմալ է, մինչդեռ դա հակաիրավական է որպես այդպեսին եւ չի համապատասխանում չափանիշներին եւ սրա դեմ պայքարի ամենակարևոր հնարավորություններից մեկը նաեւ հանրային դերակատարների կողմից դրան հակազդելն է, այսինքն ցույց տալը, որ սա իրավաչափ չէ եւ նաեւ դա հարիր չէ օրինակ հա իրավաբաններին, իրավապաշտպաններին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց, ինչու՞ չէ նաեւ քաղաքական գործիչներին, քաղաքական դերակատարներին եւ սա մի բան է, որի հետ կապված կարծում եմ մեր ուժերը պետք է մեկտեղել, որովհետեւ դա նաեւ հանրային ընդհանուր էթիկայի ճիշտ միջավայր կարող է ձևավորել, որը ցավոք այսօր չկա։ Այսինքն հիմնականում այդ այսպես կոչված կարծրատիպերը եւ սոցիալական դերերի բաշխումը տեղի ունենում կրթական միջավայրում, ոչ թե ընտանիքում։ Կարծում եմ, որ ընտանիքում դաստիարակության վրա շատ մեծ ազդեցություն է ունենում այն, թե մեզանից յուրաքանչյուրը ինչ կրթություն է ստացել, որովհետև օրինակ, երբ ես դպրոցում սովորում էի մի դասագրքով, որտեղ որպես կնոջ դեր այսպես դիտարկված էր պատուհան լվանալը, իսկ որպես տղամարդու սոցիալական դեր դիտարկված էր օֆիսում գրասենյակային այսպես ընդհանուր միջավայրում ղեկավար դիրքում նստած լինելը եւ այնպիսի դիրքավորմամբ կարծես հրամաններ է տալիս, դա բնականաբար ազդում է մարդու վրա եւ մարդը հետագայում ստանալով այդ կրթությունը ինքն էլ հետագայում իր երեխաներին է նույն դրամաբանությամբ դաստիարակում եւ սա այո շատ մեծ խնդիր է, որը ասում եմ հիմա որոշակի փոփոխություններ միանշանակ կան, այսինքն զարգացումն ակնհայտ է, բայց զարգացումը նաեւ այնպիսի խորությամբ, պրոֆեսիոնալիզմով եւ արագությամբ չի ընթացել, որ համարենք, որ դա բավարար է։ Իսկ սոցիալական հարթակները, առհասարակ մեդիան դրա վրա ինչպիսի ազդեցություն է ունենում։ Ահռելի։ Լավ թե վատ։ Այսօրվա իրավիճակում կարծում եմ բացասական առումով կարող եմ ազդեցությունը այսպես ահռելի դիտարկել, որովհետև նախ այդ դերային պատկերացումները եւ օրինակ նույն կանանց թիրախավորումը արտաքին հատկանիշների հիմքով ինքը առանց պատկերացման շատ դեպքերում նաեւ զանգվածային լրատվության միջոցների կողմից է տարածվում։ Ես իմ օրինակը բերեցի, բայց կան նաեւ մի շարք այլ օրինակներ եւ օրինակ մեր հետ կապված տեղեկատվությունը որևէ անձ կարող է այդպես դնել, որ հələ նայեք, չգիտեմ այս մեկի արտաքին այսինչ հատկանիշին, մյուսը երեխա չունի, բայց այսինչի վերաբերյալ է խոսում եւ այլն եւ դա արտատպում են զանգվածային լրատվության միջոցները։ Հետո դա տարածում են քաղաքացիները եւ ձևավորվում է ընդհանուր հանրային ընկալում, որ դա նորմալ է, չասեմ նաեւ որ այսօր ատելության խոսքը ահռելի ծավալներ ունի մեր սոցիալական միջավայրում եւ նաեւ սոցիալական հարթակների համատեքստում, դրան գումարվում են նաեւ իմ նշած էթիկական սկզբունքներին ընդհանրապես չհամապատասխանող եղանակով խոսքի հնչեցումը այնպիսի դերակատարների կողմից, որոնք օրինակելի պիտի լինեն, հա, հանրության համար։ Օրինակ ես անընդհատ նշում եմ, չգիտեմ, դասախոսական անձնակազմ, փաստաբաններ եւ այլն, այսինքն դերակատարներ, որոնք
որոնք օրինակելի վարքագիծ են որևէ առումով դրսևորում քաղաքացիների համար, երբ իրենք են այսպիսի ձևաչափով հանրային առումով հանդես գալիս, բնականաբար դա շատ ավելի մեծ տարածում է ստանում, իսկ քանի որ հիմա սոցիալական հարթակներ ունեն մեր երկրում համենայն դեպս անսահմանափակ հասանելիություն եւ յուրաքանչյուրը այդ թվում այս հարցերի վերաբերյալ գրում է իր կարծիքը, զանգվածային լրատվության միջոցներն էլ նույն կերպ դա տարածում են, բնականաբար սա ունենում է բացասական ազդեցություն, հատկապես այն դեպքերում, երբ չկա դրան հակազդեցություն։ Եվ պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդ ինչ դեր ունի այս ամեն ինչում։ Ես շատ կարևոր եմ համարում այս հասարակական խորհրդի դերակատարությունը, որովհետև հասարակական խորհրդում ներգրավված են կանայք եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր հենց այս խնդիրներով են զբաղվում եւ մենք մեր բարբերական հանդիպումների ընթացքում ենք քննարկում ոլորտին վերաբերելի խնդիրները, փորձում ենք լուծումներ գտնել, պետական մարմինների ենք հրավիրում եւ նրանց հետ այս բոլոր հարցերը քննարկման առարկա ենք դարձնում եւ բնականաբար դա կարեւոր է թե նրանցից խնդիրները լսելու, թե մեր ձեռք բերած խնդիրները նրանց հետ կիսվելու եւ թե պետության եւ հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների միջև այսպես կամուրջ հանդես գալու տեսանկյունից կարծում եմ շատ կարևոր է նաև այն բոլոր խնդրահարույց հարցերով, որը մենք արձանագրում ենք, նրանց բոլորի հետ քննարկումները, մեր գործընկերների հետ քննարկումները, որովհետև դրանց արդյունքում է, որ կարողանում ենք լուծումներ գտնել։ Ես ուզում եմ հատուկ շեշտադրել, որ այսօր հնարավոր չէ միայնակ բոլոր խնդիրները լուծել եւ նաեւ ես շատ այսպես սխալ եմ ընկալում այսպես այն անառողջ մրցակցային միջավայրը, հա, որ մարդիկ շատ դեպքերում փորձում են ստեղծել, որ չգիտեմ, այս խնդիրը դու չլուծեցիր, ես լուծեցի եւ այլն, ես մշտապես ասում եմ, որ խնդիրները մենք բոլորս կարողանալու ենք լուծել համատեղ, որովհետեւ ամեն մեկս ունի մի ֆունկցիա եւ այդ ֆունկցիայից դուրս չի կարող աշխատել, բայց իր ֆունկցիան նաեւ մյուսը չի կարող իրացնել, հետեւաբար յուրաքանչյուրս պետք է մեր ֆունկցիայի համատեքստում համատեղ աշխատենք, որպեսզի խնդիրները ի վերջո իրենց ամբողջական լուծումները ստանան։ Տղամարդկանց իրավունքները ինչ վիճակում են մեր երկրում։ Այս Երբ վերջերս հիմա կազմակերպության անունը չեմ հիշի, որը նաև անանունության սկզբունքով խորհրդատվություններ եւ այլն հազար մի ծառայություններ է մատուցում նաև տղամարդկանց համար, հետաքրքիր էր, որ պարբերաբար վիճակագրություններ էին հրապարակում այսպես ասենք հայր իշխանական ընկալումներով առաջնորդվող հասարակության համար այդ թվերը բավականին փոքր չէին, այսպես ասենք, տղամարդիկ, ովքեր ունեք սոցիալական, հոգեբանական, ֆիզիկական խնդիրների դեպքում դիմում են, հա, ինչ որ աջակցություն եւ այլն։ Այս տեսանկյունից տղամարդիկ ինչ վիճակում են, որովհետեւ կա նաեւ կարծիք կամ, չգիտեմ, մոտեցում, որ այսպիսի ընկալումներով առաջնորդվող հասարակություններում այնպես չի, որ տղամարդիկ չեն տուժում։ Միանշանակ, որովհետև ես կուզենամ արձանագրել նաև տղամարդկանց վերաբերելի բազմաթիվ խնդիրներ, այդ թվում կարծրատիպային մոտեցումներ, որոնք մեր հասարակությունում առկա են, նույն սոցիալական դերերի հետ կապված։ Օրինակ, դժվար է պատկերացնել այսպես շատ նորմալ այնպիսի երևույթ ընկալելու իրավիճակ մեր հանրային միջավայրում, ի նկատի ունեմ անհատների, առանձին անհատների կողմից, ի նկատի ունեմ ընդհանուր հանրային առումով, երբ օրինակ կնոջ փոխարեն տղամարդը որոշի վերցնել երեխայի խնամքի համար նախատեսված արձակուրդ, որովհետև ինքս նման մի քանի քննարկումների մասնակցել եմ, որտեղ շատ այսպես կարծրատիպային եւ երևույթը չողջունող եղանակով են ըստ էության մոտենում այս հարցին, բայց դա ըստ էության կարծրատիպային մոտեցում է, որովհետև բնականաբար ոչ միայն զույգերն են իրենք որոշում, այդ թվում երեխայի խնամքի հետ կապված հարցերը, այլ նաև կյանքում տարբեր այլ իրավիճակներ են հնարավոր։ Օրինակ հնարավոր է, որ տղամարդը միայնակ մեծացնի ինչ որ փուլում երեխաներին կամ կենսական տարբեր այլ իրավիճակներ են կարող արկա լինել, նաև տարբեր համատեքստերում, եթե չեմ սխալվում, Ռուսաստանի դեմ էր նաև մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներից մեկը, որը հենց օրինակ այս հարցին էր առնչվում, կամ նույն տղամարդկանց ընդհանուր էմոցիոնալության եւ այլնի վերաբերյալ մոտեցումները, որոնք դարձյալ կարծրատիպային են այլի հասարակությունում եւ դրանք եւս խնդրահարույց են։ Այսինքն, երբ մենք խոսում ենք կանանց իրավունքների մասին, սա առանձնացնում ենք որպես մի առանձին խումբ, առանձնահատուկ ձևով կարգավորման ենթակա իրավունքների հատված, բայց դա չի նշանակում, որ մենք ուշադրության կենտրոնում չպետք է պահենք նաեւ մյուս հատվածը, պարզապես այստեղ հիմնական խնդիրն այն է, որ ավանդաբար իրավունքների երաշխիքներ արկա չեն եղել ավելի շատ այս ոլորտում, բայց այնպես չի, որ այստեղ էլ խնդիր
խնդիրները բացակայում են։ Հետևաբար երևի թե ամենակարևոր բանը, որ այս առումով պետք է նկատի ունենալ, այն է, որ երբ խոսում ենք կանանց կամ տղամարդկանց իրավունքների մասին, մենք չենք խոսում արտոնությունների մասին։ Մենք պարզապես խոսում ենք հավասար հնարավորությունների մասին, եւ դա պետք է վերաբերի թե կանանց, թե տղամարդկանց, դա պետք է վերաբերի թե հաշմանդամություն ունեցող անձանց, թե ազգային փոքրամասնություններին եւ թե ցանկացած այլ խումբ ներկայացնող անձանց։ Լավ, հիմա կարող ենք ձեր նշածից, այսպես ասենք, բաց մեր հասարակական հարաբերությունների կառուցման, զարգացման, տրամաբանությունից, մեր կրթական միջավայրից, մեր ընտանիքի ինստիտուտից, չգիտեմ, կարծրատիպերից, որոնք շատ հաճախ խեղաթյուրվում եւ ազգային արժեք են անունը դնում եւ այդպես մսխում միտեղ իսկ իրական ազգային արժեքները հա դրա տակ կորում են եւ այլն։ Կարող ենք հետեւություն անել, որ ընդհանրական ասած փակ հաստատություններում, օրինակ, չգիտեմ, քերակատարողական հիմնարկներ, բանակ, ի վերջո եւ այլն, պատկերը շատ ավելի վատթար պետք է լինի։ Իհարկե, փակ հաստատություններում իրավունքների հնարավոր խախտումները կամ խախտումների ռիսկերը շատ ավելի են մեծանում, որովհետև միջավայրը փակ է կամ կիսափակ է, այստեղ շատ ավելի հեշտ է թե պետության կողմից անձի իրավունքները խախտել, թե միջանձնային հարաբերություններում շատ ավելի հեշտ է խոցելի իրավիճակներ ձևավորել եւ այո, պետք է հատուկ արձանագրել, որ այս հաստատություններում այդ թվում կանանց իրավունքների պաշտպանություն ինքը պետք է նաեւ առանձին ձևաչափ ունենա եւ մեթոդաբանություն։ Օրինակ նախորդ տարի մենք հատուկ հետազոտություն էինք իրականացրել քրեակատարողական հաստատություններում կանանց վերարտադրողական առողջությանը վերաբերելի հարցերի հետ կապված եւ առաջին հայացքից սա շատերի համար այսպես նույնիսկ ժպտալու առիթ էր հանդիսանում այն տեսանկյունից, որ ինչ իմաստ ունի օրինակ այս թեմայով զբաղվելը, բայց սա մեծ խնդիր է իրականում, այդ թվում քրեակատարողական հաստատություններում գտնվող կանանց համար այնպիսի միջավայր ձևավորել, որտեղ նրանք ունենան իրենց վերարտադրողական առողջության պահպանման իրավունք, հնարավորություն կամ օրինակ երեխաներ ունեցող եւ ազատությունից զրկված անձանց համար բազմաթիվ են խնդիրները, ես ինքս անձամբ եմ այցելում այս հաստատություններ եւ շփվում ազատությունից զրկված անձանց հետ, այդ թվում կանանց եւ օրինակ շատ դեպքերում ինձ ներկայացնում են խնդիրներ, որոնք կապված են օրինակ անձի երեխայի բուլինգի ենթարկվելու խնդիր դպրոցում միայն այն պատճառով, որ մայրը ազատությունից զրկված է եւ բազմաթիվ այլ խնդիրներ։ Այսինքն անձանց խոցելիությունը բնականաբար այս հաստատություններում մեծանում է։ Ինչ վերաբերում է զինված ուժերին, ապա այստեղ դարձյալ ավելի շատ կարծրատիպային մոտեցումների հաղթահարման կարիք կա, որովհետեւ մենք բոլորս գիտենք, որ ավանդաբար զինված ուժերը դիտարկվել են որպես տղամարդուն բնորոշ միջավայր եւ կանանց ներգրավումը դրա հետ կապված բոլոր հնարավորությունները դարձյալ շատ ավելի խնդրահարույց կարող են լինել։ Դա է պատճառը, որ օրինակ ես ինքս նաեւ պարբերաբար այցելում եմ այդ թվում զորամասեր կանանց գումարտակ, զրուցում եմ իրենց հետ, փորձում եմ ինքս խթաններ ձևավորել խնդիրների լուծման հետ կապված, նաեւ կուզանամ արձանագրել, որ վերջին տարիներին նաեւ պետության տեսանկյունից են զարգացումները շատ, այսինքն դարձյալ տարիներ առաջ եւ հիմա իրավիճակը միմյանցից տարբերվում են միանշանակ, բայց դեռևս խնդիրները բազմաթիվ են, որովհետեւ շատ դեպքերում օրինակ զինված ուժերում կանանց իրավունքների առումով շատ կարևոր է, որպեսզի կանանց առանձնահատկությունները հաշվի առնվեն տղամարդ ծառայողների հետ այդ պայմանների համադրման համատեքստում, մինչդեռ շատ դեպքերում դրանք հաշվի չեն առնվում եւ այստեղ այդ ողջամիտ հիմնավորում ունեցող տարբերությունները, հա, տարբերակումները մոտեցումների առումով լրիվ հիմնավորված կարող են լինել եւ հակառակը դրանց չիրականացումը չի խթանում կանանց ներգրավումը զինված ուժեր ու մի շարք նման հարցեր, որոնց միանշանակ պետք է ուշադրություն դարձնել։ Իսկ ինստիտուտները հաղորդ են ձեզ, երբ արձանագրում եք այդ խնդիրները, ասում եք, չգիտեմ, այստեղ այսպիսի խնդիրներ կան, այսպիսի խնդիրներ ունենք, լուծվում են դրանք։ Այսինքն պատկերացում կա ինստիտուտների կողմից, որոնք նաև առաջնային պատասխանատվություն են, չէ՞ կրում, առավել եւս փակ հաստատությունների մասին, եթե մենք խոսում ենք, որովհետեւ դու սոցիալական միջավայրից, երբ որ մարդուն տանում ես այդպիսի հաստատություններ եւ այլն, անկախ նրանից դա պարտք է կամ կամավորության սկզբունք է, դու հենց շատ ուղիղ գտնվում ես պետության հոգացության, պետության ուղիղ պաշտպանության ներքո ես այդ պահին գտնվում, նրա պատասխանատվության տակ ես հա գտնվում։
Ես ուրախությամբ պետք է մատնանշեմ, որ հատկապես այս հաստատությունների առումով իմ կողմից արձանագրվող խնդիրները ուշադրության են արժանանում իրավասու պետական մարմինների կողմից եւ այդ հաղորդակցությունը պատշաճ է ըստ էության մեր փոխհարաբերություններում։ Ես դա շատ կարեւոր հանգամանք եմ գնահատում, որովհետեւ երկրների մեծ մասում մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների հիմնական խնդիրները պետական մարմինների հետ են կապված, որովհետեւ լուրջ երկրներում, այդ թվում լուրջ ավանդույթներ ունեցող երկրներում շատ դեպքերում պետական մարմինները պարզապես չեն ուզում ընդունել այն խնդիրները, որոնք մի հաստատություններն են ներկայացնում։ Մեր առումով կուզենամ նշել, որ համենայն դեպս իմ ընտրությունից հետո ժամանակահատվածում մենք շատ այսպես կառուցողական հարաբերություններ ենք ունեցել եւ պիտի անկեղծ լինեմ, ես բազմաթիվ խնդիրներ եմ արձանագրել այս ոլորտների հետ կապված եւ նրանք նաեւ հրապարակային են ներկայացված եղել, բայց պետական մարմիններն ու պաշտոնատարանցինք հաղորդակից են եղել եւ եթե խոսքը անհատական դեպքերին է վերաբերում, փորձել են համագործակցաբար լուծել խնդիրները, եթե համակարգային խնդիրներին է վերաբերում, համենայնպես խոստացել են, որ խնդիրները լուծումներ կստանան։ Իմ միակ դիտարկումը երևի թե այս ոլորտում այն է, որ փոփոխությունները շատ դանդաղ են արվում եւ սա ինձ համար խնդրահարույց է, որովհետեւ մենք այո կարող ենք ընդունել, որ խնդիրներ կան, բայց կարող են լինել խնդիրներ, որոնք տարիներ շարունակ արձանագրվեն եւ մենք 20 տարի ասենք, որ այո, ընդունում ենք, որ այդ խնդիրը կա, բայց այդ խնդիրը այդպես էլ չլուծվի, սա ինձ համար եւս խնդրահարույց բնագավառ է, որին պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել եւ երկրորդ հանգամանքը, որը այստեղ հաստատ կուզենայի շեշտադրել, այն է, որ պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել նաև խնդիրները պրոֆեսիոնալ ու համակողմանի լուծելու այդ գաղափարին, որովհետև խնդրի լուծման միայն ցանկություն ունենալը բավարար չէ, խնդիրը պետք է լուծել ճիշտ մեթոդաբանությամբ, ճիշտ եղանակով, որպեսզի դրան հետ վերադառնալու երկրորդ, երրորդ, չորրորդ կամ հինգերորդ փորձի անհրաժեշտություն այլևս չլինի։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն էր։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։